Աշխարհի ամենասառը կղզին ավելի քան 1 տարի է կրքեր է թեժացնում աշխարհում։ Միացյալ Նահանգների նախագահը չի հրաժարվել ՆԱՏՕ-ում իր դաշնակից Դանիայից Գրենլանդիան վերցնելու մտքից։ Թրամփն այդ մասին հայտարարել է Սպիտակ տուն վերադառնալուց անմիջապես հետո, շարունակում է պնդել այսօր ու չի բացառում այն վերցնելու նաև ուժային տարբերակը։ Կարող է գրավել, կարող է նաև գնել։ Նախագահի համար առաջին տարբերակը միշտ դիվանագիտությունն է։ Սպիտակ տանը տարակուսած են, ինչու Թրամփի Գրենլանդիային տիրանալու ցանկությունը միանշանակ չի ընկալվում։ Գրենլանդիայի ձեռքբերման գաղափարը նոր չէ։ 19-րդ դարից ի վեր նախագահներն ասել են, որ դա շահավետ է Ամերիկայի ազգային անվտանգության առումով։ Նախագահը շատ բացահայտ ու հստակ հայտարարել է բոլորիդ աշխարհին, որ կարծում է Ռուսաստանի եւ Չինաստանի ագրեսիան արկտիկական տարածաշրջանում զսպելը համապատասխանում է Միացյալ Նահանգների շահերին։ Ահա թե ինչու է նրա թիմը այժմ քննարկում հնարավոր գնման մանրամասները։ Հաջորդ շաբաթ հավանաբար դա քննարկելու համար ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Դանիայի ներկայացուցիչների հետ, սակայն ըստ Մարկո Ռուբիոյի դեռ օրակարգում է նաև նպատակին ռազմական միջոցներով հասնելու տարբերակը։ Կոպենհագենը բազմիցս հայտարարել է, պետությունների սահմաններն ու ինքնիշխանությունը հիմնված են միջազգային իրավունքի վրա։ Դանիային աջակցող հայտարարություններ են տարածել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Իսպանիան եւ Միացյալ Թագավորությունը։ Պոլիտիկոյի տեղեկություններով Եվրամիությունը կոչ է արել պատրաստվել Թրամփի հետ անմիջական բախման։ Հրապարակման համաձայն եվրոպական երկրների կառավարությունները նախկինում չէին գիտակցում կղզին գրավելու սպառնալիքների լրջությունը, հիմա հասկանում են։ Ինքը Թրամփը Գրենլանդիային տիրանալը ազգային անվտանգության հարց է համարում եւ արդեն հայտարարել է 2027 թվականին ԱՄՆ ռազմական բյուջեն 1.5 տրիլիոն դոլարի հասցնելու մտադրության մասին։ Մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության համար, այլ ոչ թե հանքանյութերի։ Մենք ունենք ավելի շատ նավթ, քան աշխարհի որևէ այլ երկիր։ Եվ եթե նայենք Գրենլանդիային, ամբողջ ափի երկայնքով կտեսնենք ռուսական եւ չինական նավեր։ Մեզ դա անհրաժեշտ է ազգային անվտանգության համար։ Ինչու է 80%-ով սառցապատ տարածքը Թրամփի մտասևեռումը դարձել։ Իսկապես անվտանգության խնդիր է, թե եւս մեկ շահավետ գործարք։ Եվ կարծում են փորձագետները։ Գրենլանդիայի հյուսիսում Թուլեյում ԱՄՆ-ն արդեն ունի ռազմաբազա, որտեղ հակաօդային պաշտպանության, հրթիռների վաղ նախազգուշացման եւ տիեզերական հսկողության համակարգեր կան։ Գրենլանդիան առանցքային դեր ունի Արկտիկայում։ Կղզին վերահասկելով Միացյալ Նահանգները կարող է վերահասկել Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի միջև ռազմավարական ուղիները, Ռուսաստանի եւ Չինաստանի օրեցօր մեծացող ներկայությունը։ Գրենլանդիան հարուստ է հազվագյուտ մետաղներով, ուրանի պաշարներով, նավթ ու գազ ունի։ Գլոբալ տաքացման հետևանքով Սառցե շերտի հալոցքը բացում է նոր ծովային ուղիներ եւ նվազեցնում արդյունահանման ու արտահանման ծախսերը։ Թրամփը մտածում է գործարարի պես՝ գնել այսօր, շահել վաղը։ Ի վերջո Միացյալ Նահանգները իր պատմության մեջ այսպիսի գործարքների հաջողված փորձեր շատ ունի։ Ալյասկան գնել է Ռուսաստանից, Լուիզիանան Ֆրանսիայից, Ֆլորիդան Իսպանիայից, Տեխասը Մեքսիկայից։ Գրենլանդիան չի վաճառվում, բայց բաց է բիզնեսի համար։ Սա է կղզու պաշտոնական դիրքորոշումը։ Դանիայի թագավորության կազմում գտնվող ինքնավար այդ տարածքը, չնայած բարդ հարաբերություններ ունի իր նախկին գաղութարարի հետ, մեծապես կախված է դանիական սուբսիդիաներից։ Ընդամենը 56,000 բնակչության մեծ մասը չի ուզում ամերիկացի դառնալ։ Գրենլանդացիների ցանկությունը անկախությունն է եւ ոչ տիրոջ փոփոխությունը։ Ծովինար Բարխուդարյան, Անի Խանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։